Իսկապես շատ գեղեցիկ է վայրի բնությունը, այն մոլախոտերը, յուրաքանչյուր ծաղիկը, եթե առանձին ուշադիր նայենք, շատ սիրուն է, ցանկացած հոլանդական վարդից սիրուն է, այս օրերին այնքան ծանր զգացումներ ունեցա, առավոտից արթնացել եմ ու չեմ կարողանում ինձ վերագտնել, դրանք բոլոր առումներով ազդում են, նախ դպրոցական դասընկերուհիս զանգեց, առաջարկեց հանդիպել, քանի որ մեր մյուս դասընկերուհին, ով Ռուսաստանում է դարձյալ, մի առիթով գալիս էր Հայաստան և ինձ առաջարկում են հանդիպել, մի քիչ ցրվել, դե ուրիշ բառ գուցե չկա, ես շատ սովորական, շատ սիրալիր, շատ ազնիվ, շատ անկեղծ պատմեցի, բացատրեցի իմ հոգեվիճակը, դպրոցական այդ երկու դասընկերուհին, որ 10 տարի իրար հետ սովորել ենք, 71 թվին ենք ավարտել, տարիներով չենք հանդիպում, բայց այն ջերմությունը, այն մարդկային կապը ունենք, նրանք իրար ավելի հաճախ են հանդիպում, բայց փաստորեն ինձ էլ են հիշում, կատվի կխելով պառկել է կողքս, նրա ձագուկները կորան, դա էլ խղճիս վրա ազդեց, ինչ պետք է անել նման դեպքերում, իհարկե երբեք չես կարող կանգնեցնել մտքերդ, բայց ասում են պետք է կարողանաս դրանք կողքից դիտարկել, ինչն է ինձ ցավեցնում, աշխարհը քաոսային է, կոնկրետ ինքս հասկանում եմ, որ այս միջավայրի քաոսի զոհը դարձա և թույլ չեմ կարողանում տալ քաոս լինի այնտեղ, որտեղ քաոսն արդարացված է, այսօր ես որ կողմից էլ մտածում եմ, թե ինչու հայտնվեցի նման վիճակում, ինչու կյանքս կոտրվեց, ինչու սովորական ապրելը դարձավ երազանք, ինչու այս ծանր վիշտը ինձ բաժին հասավ, երբ դրանց շուրջ մտածում եմ, սա նշանակում է ճակատագիր, նշանակում է բախտ չբերել խոշոր հաշվով, նշանակում է այն, որ փոքրուց սովորեցնում են
կամ ինքդ ունես այնպիսի արժեհամակարգ, եթե ուրիշների հանդեպ լինես արդար, արդարամիտ, լինես ազնիվ, լինես անշահ, կյանքը քեզ չի կանգնեցնի դժվարությունների առաջ, կոնֆլիկտների առաջ, բայց արի ու տես, որ հակառակն է։ Այն, որ դիմանալը, ինչ որ ձևով ապագան ապագայի անորոշությունները կեղծ հույսերով լցնելը բերեց հանգեցրեց այսպիսի մի կետի։ Իմ կյանքում ամեն ինչ կար բացի իմ մասնակցությունից։ Իմ կյանքում ամեն ինչ կար բացի իմ ցանկությունից։ Իմ կյանքում ամեն ինչ կար բացի իմ ընտրությունից։ Ինչու ես պետք է ստանայի կյանքի այս հարվածը։ Ինչու պետք է ես կոտրվեի, ինչու պետք է իմ որդին կոտրվեր, ինչու պիտի իմ որդին չդիմանար այս կյանքին։ Ինչպես պետք է այս կյանքի անիմաստությունը ես փորձեմ ինչ որ բան ստեղծելով հաղթահարել, ինչպես ապրել, ամեն օր հարցնում եմ, ինչպես ապրել։ Ես այս ամենը դիտարկում եմ որպես աբսուրդ։ Որպես չարկատակ։ Որ կյանքը խաղաց իմ հետ։ Անցյալի հիշողությունները ցավեցնում են։ Իմ այսօրվա ներկան իմ համար չեղարկել է իմ անցյալը։ Եվ խորտակել իմ ապագան։